Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով ռուսական ռազմաբազայում վերսկսված դատական նիստերի դահլիճում այսօր այլևս ռուս զինծառայողներ չկային։ Պերմյակովին էլ ոչ թե ռուս զինվորներն ուղեկցեցին դեպի ապակե պատխուց, այլ Հայաստանի ոստիկանները։ Դատավորի համար նաև հարևան դահլիճում կտորից վարագույրով խորհրդակցական սենյակ էր առանձնացված։ Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչներից Արթուր Սաքունցը, ով նախորդ նիստին միջնորդել էր ռուս զինծառայողներին դատարանի դահլիճից հեռացնել, այս փոփոխությունը այսպես մեկնաբանեց. Ստացվեց, որ դատարանը չի որոշում կայացնում, եւ խնդիրների լուծողը Հայաստանի Հանրապետության դատարանում դատավորը չի։ Որտեւ եթե դատավորը մերժեց, դա նշանակում է այդ զինվորները պետք է գտնվեին այսօր էլ այդտեղ, բայց եթե չեն գտնվել, դա նշանակում է ոչ թե միջնորդության կամ դատարանի որոշմամբ են դրանք գտնվում, այլ չգիտեմ ում կողմից։ Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները կրկին միջնորդեցին դատաքննությունը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան տեղափոխել, դրա համար մի շարք հանգամանքներ նշելով. Դատարանը նպաստում է ոչ արդյունավետ քննության անցկացմանը, քանի որ Ամբաստանյան Պերմյակովը կաշկանդված կլինի իրականությանը համապատասխանող ցուցմունք տալ դատարանին։ Հետևաբար ռուսական բազայի տարածքում արտագնալ նիստերի անցկացման վերաբերյալ որոշումը համարում են դատարանի կողմից որոշումը համարում են որպես անվստահություն դատարանի կողմից Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների եւ նրանց կողմից իրենց լիազորությունների իրականացման նկատմամբ, որը որևէ կերպ պետք է հիմնավորվի հարգարժան դատարանի կողմից։ Ինչ ասում, որովհետեւ ինչ որտեղ գտնվում է որևէ դերակատարական հիմնարկում պատիժ է կրում, եթե խափան միջոցներ են դրված կապ։ Հիմա դատարանը պետք է ամեն անգամ գնա այս դերակատարական հիմնարկում ասել։ Եթե դու ինչ որ այլ վաճառաբանություն ունենայիք, եթե ունենայիք վաճառաբանություն, վաճառաբանություն չէր կարող։ Դատաքննությունից գոչ էր նաև ամբաստանյալ Վալերի Պերմյակովը, նրա շահերի ներկայացուցիչը պնդեց, ձեռնաշղթաներով Պերմյակովին քննության բերելը խախտում է նրա իրավունքները։ Որից պահին ամբաստանյալը դատարանի դահլիճում գտնվում է ձեռնաշղթաների մեջ, ինչը պաշտպանական կողմի պաշտպանական իրավունքի կողմից խախտում է, իսկ միջնորդում է դեպ խախտումը անմիջապես վերացնում, որը ծրել է նշանակում։ Ընդմիջում կես ժամ, որպեսզի այդ բանը վերացվի։ Դատարանը կես ժամ ընդմիջում հայտարարեց ավարտին Պերմյակովը դատարան վերադարձավ առանց ձեռնաշղթաների։ Պաշտպանը բավարարված է։ Ընտրեմ լսում եք։ Չնայած Ավետիսյանների հարազատների դժգոհությանը դատարանը կրկին մերժեց քննությունը Շիրակի մարզի ընդհանուր իրավասությունների դատարան տեղափոխելու միջնորդությունը, պնդելով, թե արտագնան նիստ անցկացնելու համար բոլոր պայմանները ստեղծված են, ռազմաբազայի տարածքում որևէ խոչընդոտ չկա։ Սա էլ ավելի բորբոքեց թեժկրկերը տուժողի իրավահաջորդները ինքնաբացարկ հայտնեցին դատավորին, պնդելով, թե վերջինս կաշկանդված է։ Դատավորի կողմից տուժողների նկատմամբ կա ակնհայտ կանխատար վերաբերում նրանց միջնորդությունների նկատմամբ ընդունված ոչ հիմնավոր որոշումների տեսքով։ Եվ դիմում ենք դատարանի արգելքական հայտնի բացառ։ Յուրաքանչյուր միջնորդություն ներկայացնում է, ինչու՞ է հայտարարում չի խորհրդակցական սրանցի որոշում կայացնում, որտեղ եկայացնում հեռախոսազանգի միջոցով եկայացնում մեզ համար, դրանք բոլորը կասկածներ են, անչափ դիտորդների մոտ դրանք բոլորը կասկածներ են առաջացնում ձեր կախված լինելու հանգամանքի վերաբերյալ։ Ես չեմ ասում դուք կողմնակալ եք որևէ կողմի հանդեպ։ Մեկ ժամ ընդմիջելուց հետո դատավոր Հարություն Մովսիսյանը մերժեց նաև ինքնաբացարկի միջնորդությունը։ Բուն գործի քննությունը այսօր էլ չսկսվեց, այս անգամ տուժողի իրավահաջորդները միջնորդեցին նիստը հետաձգել։ Ցանկացած դեպքում պետք է հետաձգվել, որովհետև հասել էինք այն փուլին, երբ որ դատաքննություն դատավորը պետք է սկսեր եւ դատաքննություն եթե սկսեր, ապա պետք է այդ դատաքննության համար նախապատրաստական որոշակի գործողություններ կատարվեն, ինչը այսօր արդեն իսկ նշանակում է, որ դատական նիստ չի լինելու։ Սակայն մենք ունենք շատ կարևոր միջնորդություն ներկայացնելու, որը պետք է ներկայացվի մինչև դատաքննության սկիզբը։ Այդ էր պատճառը, որ մենք միջնորդեցինք, որպեսզի դատարանը դատաքննությունը դեռևս չսկսած մեզ հնարավորություն տա միջնորդություն ներկայացնելու։ Եվ հաջորդ նիստին այդ միջնորդությունը մենք կներկայացնենք, այս փուլում չեմ կարող իհարկե այդ միջնորդության բովանդակությունը բացահայտել, սակայն կախված է որոշակի փաստաթղթեր պահանջելու հետ։ Դատական հաջորդ նիստը տեղի կունենա առաջիկա ուրբաթ։ Մինչ այդ վաղը կլրանա Ավետիսյանների ամենափոքրի 6 ամսական Սերյոժայի մահվան տարելիցը։